Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները, բարեկամներ, ձեր խորհուրդները, ձեր առաջարկները օգնում են մեզ, որ հաղորդումը դառնա ել ավելի բովանդակալից։ Շնորհակալություն։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարող են համալրել ձեր ընտանեկան կերակրացանքը, ինչու՞ չէ նաև հանրային սննդի օբյեկտների կերակրացանքը։ Բարեկամներ, շարունակում ենք այն շարքը, որ մենք անվանել ենք Երկիր մեդիա 10 տարեկան եւ այդ շարքի այսօրվա հաղորդումը մենք վարելու ենք իմ հյուրի Նելի Դանիելյանի հետ, ով վարում է հաղորդում, որը կոչվում է Արդարադատության դիմանկար։ Դա շատ հետաքրքիր հաղորդում է եւ շատ հետաքրքիր անվանում։ Ողջույն Նելի։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Ես շատ ուրախ եմ, որ համաձայնվեցիր ներկայացնելու մանավանդ այս տոնական օրը ներկայացնելու մի ուտեստ։ Նախ ես էլ եմ շնորհավորում քեզ 10 տարվա հետ կապված այդ տոնակատարության հետ։ Եվ ինչ ենք պատրաստելու։ Կպատրաստենք աղցան, ճիշտն ասած աղցանը անուն չունի, քանի որ կարելի ասել տնային պայմաններում այսպես շատ պատահական հորինված աղցան է։ Պայմանականորեն անվանենք գունավորիկ, քանի որ աղջիկս այս աղցանը տեսնելուց անմիջապես ասեց, որ շատ գունավորիկ է։ Իսավանկական, այսպես հաճելի, գեղեցիկ աղցան կպատրաստենք։ Շատ լավ, ինչ բաղադրություն ունի։ Բաղադրությունը պարզ է, գազար, կարմիր պղպեղ, բոլորը բնական վիճակով, առանց եփելու, մարինացված վարունգ եւ եգիպտացորեն պահածոյացված եւ իհարկե համեմունքներ կանաչի հիմնական սամիտ։ Շատ լավ։ Ինչից սկսենք։ Սկսենք գազարից երևի առաջինը, պետք է գազարը քերել։ Ես քերեմ գազարը, թթու մարինացված վարունգը նույնպես պիտի քերենք։ Մանրով պիտի քերենք, թե խոշորով։ Ցանկալի է խոշորով, ինչքան խոշոր է, այնքան ավելի լավ։ Նելի ջան, դու մասնակցությունը Երկիր մեդիա հեռուստաընկերությանը այլ կարգավիճակով է, չէ՞, կարծեմ լուրերով սկսեցի։ Այո, ես Երկիր մեդիա եկել եմ որպես լուրերի լրագրող։ Այդ ժամանակահատվածում 2004 թվականին, երբ որ Երկիր մեդիան ստացավ լիցենզիա, 2003 թվականին կապուղու մրցույթում արտոնագիր ստացավ, ես այդ ընթացքում կարելի ասել չէի աշխատում, թեթև ինչ-որ գրասենյակային աշխատանքի էի, քանի որ տղաս դեռ փոքր էր, երկար ժամանակով չէի կարողանում նրան տանը թողնել եւ այդ գրասենյակային գործը, այսպես կարելի ասել, ընթացքում հնդածս անում էի։ Երբ որ լսեցի, որ նոր հեռուստաընկերություն է բացվել, շատ ուրախացա ճիշտն ասած, որովհետև դաշտում կարիքը կար թարմության, նորության եւ դատելով լուրերից Երկիր մեդիան պիտի եթեր դուրս գար որպես այդպիսին թարմ, նոր գաղափարներով, նոր որակով, շատ գայթակղիչ թվաց այդ ամեն ինչը։ Ես պարզապես իմ տվյալները ուղղակի ներկայացրեցի Երկիր մեդիան եւ սպասում էի արձագանքի։ Ու ինչպես Հայաստանում ընդունված է, ճիշտն ասած, շատ մեծ հույսով չէի սպասում, որովհետև շատ հաճախ գիտենք ինչպես է լինում նման պայմաններում, երբ որ մարդը տվյալները ներկայացնում է ու հավերժ սպասում է, թե երբ պիտի իրեն հրավիրեն ի վերջո։ Ի զարմանս ինձ Երկիր մեդիայում նման բան տեղի չունեցավ, ընդամենը մեկ շաբաթ կարծում եմ ես սպասեցի եւ հնչեց հեռախոսազանգը, ինձ հրավիրեցին Երկիր մեդիա հարցազրույցի։ Մեկ-երկու հարցից հետո ինձ ասացին, որ դու ընդունված ես աշխատանքի, երբ որ մենք եթեր կունենանք, քեզ կհրավիրենք։ Իսկ ինչպիսին է արդարադատության դիմանկարը։ Արդարադատության դիմանկարը, ճիշտն ասած, լուրերից հետո ես կարելի ասել հեղինակային այսպես հաղորդումների շարք սկսեցի։ Առաջինը դա հատուկ թղթակից էր կոչվում։ Հասկացողության տակ հասկանալ համապես արդարադատության։ Ես նկատի ունեմ, որ անմիջապես գաղափար այդպես չի ծագել անցնելու իրավական ոլորտին։ Աստիճանաբար կարծես թե հանգեցի այն եզրակացության, որ որոշ դժբախտություններ կարելի ասել մեր երկրում գալիս են հենց արդարադատության պակասից, իրավունքի պակասից եւ առաջին հաղորդաշարը իրավական քրեական վարույթներ, որ Երկիր մեդիայում սկսեցինք, հետո արդեն արդարադատության դիմանկարը այս տարվանից մեկնարկեց եւ այն նվիրված է պետական մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ
խորտանգումներին, անմարդկային վերաբերմունքին, մարդու հիմնարար ազատությունների ոտնահարումների դեպքերին։ Շատ լավ, իհարկե հասարակությունը պիտի տեղեկացված լինի նաև իր իրավունքների մասին, բայց այստեղ մի բան կա, կոնկրետ հաղորդման չի վերաբերվում, շատ դեպքերում կարծում եմ իրավաբանական տերմին է, մարդու իրավունքներ, այ ինչու չի նշվում մարդու կամ քաղաքացու պարտականությունների մասին։ Ես կարծում եմ, որ իրավունքները պահպանելը շատ ավելի դժվար է, քան պարտականությունները կատարելը, այսինքն երբ մարդուն պետական մարմինները ստիպում են, որ կատարի իր պարտականությունը, եթե նույնիսկ նա չի ուզում, այդ դաշտում կարելի ասել ավելի կարգավորված է ամեն ինչ, քան այն դեպքում, երբ որ մարդը պահանջում է, որ պահպանեն իր իրավունքը։ Լավ, բավականին զրուցեցինք, մեզ հուշում են, որ ուտելիքի մասին մոռացանք։ Հարգելի հեռուստադիտողներ, քերիչով անցկացրինք գազարը, թթու վարունգը, Լենին կտրատեց խորանարդիկների կարմիր քաղցր տակդեղը, հիմա սպասում ենք արդեն, թե ինչ կարգադրի։ Ավելացնում ենք եգիպտացորենը, մեր ունեցած արդեն խառնուրդի վրա։ Ես լսեցի, որ պիտի սամիտ կտրատենք։ Եվ շատ մանր կտրատում ենք սամիթը։ Հաստորեն աղով կամ պղպեղով չենք համեմում։ Աղը շատ քիչ, որովհետև արդեն մարինացված վարունգը աղ պարունակում է ինքը, բայց մի քիչ պետք է, որովհետև այնուամենայնիվ գազարը, պղպեղը եւ եգիպտացորենը իրենց բնույթով ավելի քաղցր են։ Շատ լավ։ Խնդրեմ, դու կարող ես գործել։ Երկիր մեդիա ընտանիքը արդեն քանի օր է նշում է տասնամյակը եւ քանի օր է տոնական տրամադրություն է երկիր մեդիայում։ Եվ բոլորը մի ընտանիքի նման նշում են այս տոնը, նշում են եւ երկիր մեդիայում, եւ առանձին, եւ շնորհավորանքներով, եւ առանձին հանդիպումներով, եւ դա շատ լավ է, շատ լավ է։ Մենք էլ պիտի առիթը բաց չթողնենք եւ միշտ ասենք շնորհավ, որ 10 տարեկան մանուկ քեզ ցանկանում ենք երիտասարդություն, ցանկանում ենք հասուն տարիք, լավ ծերություն եւ այլ եւ այլ։ Ինչ պիտի անենք հիմա, մի քիչ ձեթ պիտի լսենք։ Համեմում ենք ձեթով, Եվ վերջ, աղցանը պատրաստ է, կարող ենք հասնել մատուցելուն։ Հասկանալի, արագ, համեղ, կարծում եմ։ Եվ օգտակար։ Եվ բալիկների համար շատ այդպես գայթակղի, չէ՞։ Գունավոր։ Գունավոր աղցան։ Նելի ջան, առաջի հաղորդումը հիշում ես երկիր մեդիայով։ Առաջին ռեպորտաժը լուրերում երևի թե կդժվարանամ հիշել։ Լավ, կարևոր։ Բայց հիշում եմ առաջին բնապահպանական ռեպորտաժը, որի համար մենք 3 օրով գնացինք Դիլիջան։ Դիլիջանում այն ժամանակ կարելի ասել պարզ լիճը դեռ վայրի վիճակում էր, դեռ չէին հասցրել որևէ ձևով ապականել լիճը, եւ այնտեղ ընդհանրապես բնապահպանական խնդիր կար, այսինքն լիճը ճահճանում էր, որի մաքրելու կարիքը կար, դա էր առաջին։ Այդ քո հաղորդման սկսելու այդ բառերը կարող ես հիմա հնչեցնել մեր հեռուստադիտողներին եւ նաեւ քո ինչ որ ցանկություն ունես, ինչ որ հղում մեր հեռուստադիտողներին կարող ես օգտվել առիթից։ Բառերը ճշտությամբ կդժվարանամ հիշեցնել, ուղղակի կանեմ այն հղումը, որը այն ժամանակ էլ հիմա էլ արդիական է։ Կարծում եմ ամեն մեկս մեր տեղում պիտի ուղղակի սիրենք, պահպանենք մեր երկիրը, վերաբերվենք նրան ինչպես մեր սեփական տանը, լինի դա մեր աշխատավայրը, հեռուստաընկերությունը, քաղաքը, դպրոցը, բակը, չգիտեմ, այն ամենը, որտեղ որ մենք ապրում ենք, որտեղ որ մենք ապրելու ենք եւ ավանդելու ենք այն մեր սերունդներին։ Ուղղակի պահենք ու պահպանենք այնպիսին, ինչպիսին մեր նախորդները այն մատուցել են մեզ։ Շատ շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից մեկ անգամ շնորհակալությունս հայտնել
Նելին եւ ցանկանանք, որ իր ստեղծագործական աշխատանքի մեջ չունենա կանգար, չունենա տեղապտույտ, միշտ շարունակես զարգացնել մտքերը, կարևոր նյութերի մասին ռեպորտաժներ լինեն եւ այդ ռեպորտաժները նաեւ ունենան լավ արդյունք, այսինքն ռեպորտաժը այնպես ռեպորտաժ չիներ, արդյունք լինի եւ դրա բարձրացված հարցերը լուծվեն։ Հարգելի հերոստատորներ, այո, ամեն մեկս մեր աշխատանքային վայրում, մեր ընտանիքներում եւ ընդհանրապես հարկավոր է արդեն հասկանալ, որ նաեւ մեր հայրենիք հենց մեր ընտանիքն է եւ վերաբերվենք նրան այնպես ինչպես մեր տանը, այլ ոչ թե տունը մաքուր ամեն ինչ կարգին, բայց հենց դռնից դուրս արդեն մի քիչ ապականված։ Բարեկամներ, այսքանն էր այսօրվա համար, այսքանն ենք պատրաստել։ Ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք, իսկ այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք էլ առողջ, էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Գունավորի կաղցան։ Ստեփխին 70 գրամ, մարինացված վարունգ 1 հատ, եգիպտացորեն 120 գրամ, կարմիր տակդեղ 1 հատ, կանաչի, ձեթ, աղ, պղպեղ, բարեախորժակ։